Տիկին Պալյան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանձնարարական է տվել, որ հեծը մասնավոր պետականացնելու գործընթաց սկսվի եւ ժամկետը լրանում է։ Դուք տեղյակ եք, մանրամասներ գիտեք, թե ովքեր են ուսումնասիրում, որ պետական գերատեսչությունները եւ ինչպես է դա իրականացվելու։ Մանրամասներ չգիտեմ, վարչապետի Facebook-յան գրառումն եմ տեսել եւ վստահ եմ դուք էլ տեսել եք նաև իմը եւ իմ մյուս գործընկերների գրառումները, ովքեր այո համակարծիք են, միակարծիք են, որ հեծը պիտի ազգայնացվի, այն է պետականացվի, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ինչու եք ուզում այլ մարդուն պատկանող գույքը մասնավորեցնել, որովհետեւ քննադատել է ձեզ, այլ ուրիշ ճնշելու գործիք չկա։ Մենք այս երկրում որևէ մեկին մեր իշխանության օրոք չենք ճնշել, դուք ինչքան էլ փորձեք ձեզ հաճելի ձևով համեմել, իրականությունը, դա իրականության հետ բնավ աղերս չունի։ Դուք երբ իմացաք, երբ որ լույսերը վատ են, անկանոն բան են լինում, գալիս գնում են, երբ դա ձեզ համար ավարտեմ։ Եթե քաղաքացիների շրջանում մենք հարցում իրականացնենք, ապա մենք կտեսնենք, որ ամենամեծ դժգոհությունը հենց այդ կառույցից կա, ու դա ամեն օր մեզ այդ լուրերը հասնում է, ամեն օր մենք շփվում ենք քաղաքացիների հետ, իսկ այդ ձեր հարցինի պատասխան կասեմ, որ մենք բազմաթիվ անգամներ այս հարցի շուրջ քննարկումներ ունեցել ենք, այսինքն հիմա չէ, որ հիշեցինք, հեծի հետ կապված այդ դժգոհությունները, մենք միշտ խոսել ենք, մեր քաղաքացիների հետ միշտ երկխոսության մեջ ենք եւ միշտ եղել են այդ հարցերը մեր ուշադրության կենտրոնում։ Հիմա հասունացել է պահը ու այո, հեծը պիտի ազգայնացվի։ Դա բնականաբար եւ բնավ կապ չունի մեզ քննադատողի եւ քննադատության հետ։ Եթե այդպես լիներ, ապա մեզ ամեն օր լիքը այլ մարդիկ քննադատում են, բայց ինչպես տեսնում եք, որևէ մեկի նկատմամբ մենք ճնշում, ինչպես դուք նշեցիք, չենք գործադրում։ Պարզապես Տիկին Պալյան, տեսեք, եկեղեցին դիրքորոշում է հայտնում, հոգևորականները դիրքորոշում են հայտնում, դուք հիշում եք, որ այնտեղ կարող է եւ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներ լինեն։ Սամվել Կարապետյանը քննադատում է, դուք հիշում եք, որ լույսերի հետ կապված, էլեկտրաէներգիայի որակի հետ կապված խնդիր կա, սրանք պատահական չեն, էլի ինչպես է այսպես ստացվում։ Տեսեք, դուք հոգևորականների մասին խոսեցիք, ամենայն հարգանքով բոլոր են հոգևորականների նկատմամբ, ովքեր իրականում հոգևոր ծառայությամբ են զբաղվում, բայց միևնույն ժամանակ նրանց կողքին կան մարդիկ, ովքեր եկեղեցականի սքեմի տակ ուղղակի քաղաքականությամբ են զբաղվում ու ոչ օբյեկտիվ կերպով, նշենք հանուն արդարության դա, Ես այն падգամավորներից եմ, ով հաճախ է խոսում այս թեմայով, մասնավորապես Շիրակի թեմի առաջնորդի մասին եւ ասեմ, որ մշտապես շարունակելու եմ խոսել, եթե տեսնեմ խնդիր, իսկ խնդիր այդտեղ շատ կա։ Այո, եթե մարդը խախտել է իր ուխտը, ապա պիտի հեռանա։ Հիմա հենց այս փուլում Պահը հասունացել է հիմա, որովհետև ինչպես վարչապետը նշեց իր Facebook-յան էջում, այս պահին ունենք արդեն հստակ փաստարկներ, դա ուղղակի խոսակցության մակարդակ չէ այլևս։ Որտեղից ձեզ փաստեր երրորդ անձի անձնական սեռական կյանքի։ Դուք նշում եք, ինչի է ինձ հիմա, ես պատասխանում եմ, որովհետև հիմա է հասունացել պահը, հիմա կան այդ փաստերը։ Առաջիկայում ամեն ինչի մասին վստահ եմ կիմանաք հրապարակային եւ ոչ միայն դուք, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Իդեպ շատ կարեւոր բան եմ ուզում ասել։ Ես հատկապես Գյումրիում ամենօրյա շփումների մեջ եմ մարդկանց հետ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիների գերակշռող մասը, գրեթե բոլորը կիսում են բոլոր դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք հնչեցնում է երկրի ընտրված լեգիտիմ վարչապետը եւ մեր քաղաքական թիմը եկեղեցականների հասցեին։ Սա կարեւոր արձանագրում է։ Մեկ տարի հետո կտեսնենք դեռ ընտրված է։ Ես վստահ եմ, որ կտեսնենք, ընտրված լինելը վարչապետը ընտրված է եւ 26 թվականին նորից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության շնորհիվ վերընտրվելու է եւ շարունակելու է իր պաշտոնավարումը։ Ես դա ձեզ վստահեցնում եմ։ Շատ լավ, կապրենք կտեսնենք դա։ Տիկին Պալյան, դուք ասացիք, որ փաստեր ունեք, ինչ փաստերի մասին է խոսքը։ Ես նաեւ նշեցի, որ առաջիկայում դուք եւ հանրությունը կտեղեկանա այդ փաստերի մասին, այսքանը։ Կուսակրոնության ուխտը խախտած, այդ թեմայի վերաբերյալ։ Այո, այդ թեմայի վերաբերյալ։
Բայց դա մարդու անձնական կյանք մտնել է, դա այդ փաստերը ինչպես եք ձեռք բերել, դա մի քանի տարբերակ կա, կամ տեսախցիկ են տեղադրում սենյակում, կամ ԱԱԾ-ն է ինչ-որ գործողությունների արդյունքում, կամ այդ մարդը գալիս ասում է, բա գիտես, ես կուսակրոնության ուխտը խախտել եմ, ինչ ճանապարհով եք ձեռք բերել։ Կտեղեկանաք ինչ ճանապարհով եւ ինչ փաստերի մասին է խոսքը, բայց մինչ այդ ես եւս մեկ անգամ փաստում եմ, որ ուխտը խախտած անձը իրավունք չունի լինելու կաթողիկոս եւ րոպե առաջ պիտի հեռանա եւ ինչպես նորից վարչապետը նշեց, վեհարանը վեհին։ Տիկին Պալյան, դուք բացառում եք, որ այդ փաստերը հրապարակելիս երրորդ անձանց իրավունքները չեն խախտվելու, երրորդ անձին հասարակության կողմից չեն թիրախավորվելու, թե այդ ձեր իսկ պատկերացրած ճշմարտությունն ապացուցելն այնքան կարևոր է, որ նույնիսկ կարող եք այլ անձանց, այսպես հրապարակավ իրենց մասին տեղեկություններ հրապարակել, որոնք նույնիսկ ասենք հանրային դեմքեր չեն։ Ես կարող եմ ասել մի բան, որ հավատավոր մարդկանց չի կարելի խաբել, չի կարելի ստել, չի կարելի զբաղվել մի բանով, որը չի կարելի, չի թույլատրվում կաթողիկոսին։ Եվ հիմա մենք եկեղեցին վարչապետը երբեք չի ստել։ Ես չգիտեմ ինչի մասին է 21 թվականին ձեր նախընտրական ծրագրով Արցախը եւ էներգություն Շուշին եւ Հադրութը դեօկուպացնելու հարց էիք առաջ քաշում։ Հետո լրիվ ուրիշ բան արեցիք։ Դա ստել է հասարակությանը, թե ոչ։ Դա ստել չէ, դա ուղղակի ժամանակ էր, ընթացք էր, որը դեպքեր եղան, իրադարձություններ տեղի ունեցան եւ այդ ամեն ինչը փոփոխվեց եւ դա չի կարելի ասել, որ ստել ենք, նորից եմ կրկնում, երկրի ընտրված վարչապետը երբեք որևէ սուտ հայտարարությամբ հանդես չի եկել եւ ես ձեզ խնդրում եմ չխեղաթյուրեք մեր քաղաքական թիմի առաջնորդի եւ մեր բոլորի ասածները ԿՊ նախընտրական ծրագրից մի տող անգիր արած դուք եք քաջ գիտակցում եք, որ դա իրավիճակ է եղել, իրավիճակ է փոխվել եւ հիմա ձեր հարցը բնավ տեղին եւ համեմատելու չէ ձեր տված նախորդ հարցի հետ։ ԿՊ-ի նախընտրական ծրագիրը, որը 5 տարվա կենսունակություն ունի, դուք առաջարկում եք, որ ես այն մոռանամ։ Ոչ, ես չեմ ասում մոռացեք, դուք հատուկ դրվագ նշեցիք եւ ես ձեզ ասում եմ, որ իրավիճակ է փոխվել, իրադարձություններ են տեղի ունեցել եւ բնականաբար մենք ապրում ենք մի կյանքում, որտեղ փոփոխություններ հնարավոր է եւ լինեն, այո, բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք դա որակել որպես սուտ, էնել երկրի ղեկավարի Ես հարցում եմ, դա սուտ է, թե սուտ չի։ Դա սուտ, որևէ սուտ արտահայտություն վարչապետի Դուք արգելում եք Փաշինյան եւ սուտ բառերը իրար կողք դնել։ Ես փաստն եմ արձանագրում, որ չեք կարող դնել։ Ոչ թե ես արգելում եմ, ես ասում եմ, որ դուք չեք կարող ասել, որ Փաշինյանը երբևէ սուտ է խոսել։ Լավ, վերադառնալով փաստերի հրապարակմանը, դա Նիկոլ Փաշինյանը, բանի թե օրինակ իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներում կտեսնենք, որտեղ փնտրենք, որտեղ սպասենք։ Դուք մի փնտրեք, հաստատ եթե լինի դուք այնքան ակտիվ լրագրող եք, որ առաջինը կտեղեկանաք, այնպես որ ես հիմա թույլ տվեք չեմ կարող ասել, ով կհնչեցնի առաջինը այդ փաստերը, բայց վստահորեն կարող եմ ասել սպասեք եւ բոլորս միասին, այդ թվում նաեւ ես կտեղեկանանք եւ այդ ժամանակ արդեն կխոսենք այս ամեն ինչի մասին, այլ Փաշինյանն է ասել, որ փաստերը հրապարակելու։ Ես ասում եմ այն ինչը դուք առաջիկա մականատես կլինեք։ Հիմա ձեզ ինչ տարբերություն ինձ հասկանում վստահելի աղբյուր է, թե օրինակ ես ինչպես եւ դուք վարչապետի Facebook-յան գրառումն եմ տեսել, որտեղ ինքը նշում է, որ դա ուղակի խոսակցության մակարդակում չէ, եւ ես վստահում եմ իմ քաղաքական թիմի առաջնորդին եւ առաջարկում եմ ձեզ միասին սպասենք, համբերատար սպասենք այդ ամեն ինչին։ Դուք չեք մտահոգություն չունեք, որ օտարերկրյա ներդրողները այս հեծի շուրջ ստեղծված իրավիճակից կարող են այսպես դիվահարվել, սարսափել եւ այլ ներդրումներ չանել, եղացնել, տեղափոխել Հայաստանից, որտեղ կմտածեն, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը կարող է իրենց ընկերությունը ուզի պետականացնել։ Չեք մտավախություն չունեք, որ տնտեսական խնդիրներ կունենան։
Դիվահարվելու պատճառ բնավ չեմ տեսնում, այսինքն եթե կարևոր նշանակության օբյեկտը փորձում ենք պետականացնել, ինչ կա այդտեղ դիվահարվելու։ Հիմա մենք խոսում ենք հեծից, այս պահին դուք հարց եք տալիս։ Քաղաքացիներն էլ ինձ ասում են ջրի խնդիր։ Միգուցե կգա մի պահ, երբ կխոսենք նաև վիոլա ջրի մասին, բայց այս պահին օրակարգային հարց է հեծի պետականացումը եւ ես կարծում եմ, որ դա մի բան էլ ուշացած որոշում է եւ միանշանակ կիսում եմ եւ վարչապետի եւ իմ քաղաքական մյուս ընկերների կարծիքը, որ այո դա օր առաջ պիտի պետականացվի եւ բնավ չեմ հասկանում այդ ձեր հարցի իմաստը, թե ինչի պիտի օտարերկրյա ներդնողները դիվահարվեն։ Չկա որևէ պատճառ դիվահարվելու, ընդհակառակը ես կարծում եմ, որ այդ դեպքում ավելի ուրախ եւ Ձեզ օրը միջինում քանի մարդ է հոսանքի որակից դժգոհում։ Շատ։ Ես ապրում եմ Շիրակի մարզում, խոսեմ այնտեղից, 3 մեր տանը 3-ից 4 անգամ լույսերը անջատել են։ Ու դա ամենօրյա ռեժիմ է կրում։ Ասեմ, որ դրանից շատ ահազանգեր եմ ստանում, որ տեխնիկան է փչանում մարդկանց տան, այնպես որ այդ հովարային անջատումները միշտ է եղել, այդ խնդիրները։ Ոչ, ես անձամբ չեմ կրել, բայց դուք նշում եք ինչքան բողոքներ են գալիս, ես ասում եմ շատ։ Ու նաև ձեզ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության բնակիչ, ով միայն պատմելով չի իմանում այդ ամեն ինչի մասին, ես ականատես եմ լինում, վստահ եմ դուք էլ։ Ես եմ